Ողջույն, Մետվարկությունից առաջ 83 թվականին մեծ հայքի արքայից արքա Տիգրան II մեծը Անտիոքի ավագանու հրավերով դառնում է Սելևկյան պետության տիրակալ և կառավարում մինչև Մետվարկությունից առաջ 66 թվականը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Էդվին Ռոբերտ Բիվեն, Царство Սելևկիդը, գիրքը հրատարակել է Center Polygraph հրատարակչություն 2023 թվականին։ Սելևկյան պետության հիմնադիրը Ալեքսանդր III մեծի զորավարներից Սելևկոս առաջին Նիկատորն է։ Վերջինս Մերթվարկությունից առաջ 321 թվականից հանդիսանում էր Բաբելոնի կառավարիչը և Մակեդոնական կայսրության դիադոխոսներից մեկը։ Մերթվարկությունից առաջ 312 թվականից նա սկսում է իր պետության ստեղծումը։ Եգիպտոսի կառավարիչ Դիադոխոս Պտղոմեոս առաջին Սոտերի սկզբնական օժանդակությամբ։ Երկարատև և համառ պայքարից հետո դիադոխոսների միջև վճռական ճակատամարտը տեղի ունենում Մերթվարկությունից առաջ 301 թվականին Իփսոսի մոտ։ Հաղթում է Սելևկոս Նիկատորի, Լիզիմախոսի և Կասանդրոսի դաշինքը։ Անտիգոնոս առաջին Միակնանին սպանվում է, իր որդին Դեմետրիոս Պոլիորկետոսը փախչում։ Արդյունքում ստեղծվում է Սելևկյան կայսրությունը, հելլենիստական ամենամեծ պետությունը, որը ժառանգում է Ալեքսանդր III Մակեդոնացու կայսրության տարածքի մեծ մասը։ Ինչպես Ալեքսանդր III Մակեդոնացին, այնպես էլ Սելևկոս առաջին Նիկատորը և հետագայում իր որդի Անտիոքոս առաջին Սոտերը կայսրության տարածքում հիմնում են իրենց անունը կրող բազմաթիվ քաղաքներ։ Կարելի է նշել Բաբելոնի մոտ գտնվող Սելևկյան, Կիլիկիայի Սելևկյան և Իրաքի մայրաքաղաք Անտիոքը։ Սելևկյան պետությունը իր ողջ գոյության ընթացքում մղել է անընդհատ պատերազմներ Պտղոմեոսյան Եգիպտոսի, Պերգամոնի, Մակեդոնիայի, հետագայում Պարթևստանի, Մեծ հայքի և այլ հարևանների դեմ։ Կայսրության ժամանակավոր թուլացումից հետո այն կրկին հզորանում է Անտիոքոս III մեծի կառավարման ժամանակ։ Իրեն հաջողվում է վերականգնել կայսրության տարածքային ամբողջականությունը, նվաճել Մեծ հայքը, Պաղեստինը, էտոլացիների հրավերով ներխուժել Բալկաններ։ Մերթվարկությունից առաջ 201 թվականին Մեծ հայքի և Ծոփքի կառավարիչներ են դառնում սելևկյան զորավարներ Արտաշեսը և Զարեհը։ Կարթագենի դեմ Պունիկյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո Բալկանները ներթափանցում Հռոմեական Հանրապետությունը։ Մերթվարկությունից առաջ 197 թվականին հռոմեացիները Կենոսկեֆալայի ճակատամարտում պարտության են մատնում Մակեդոնիայի արքա Ֆիլիպ V-ին։ Մերթվարկությունից առաջ 190 թվականին Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III-ին։ Մերթվարկությունից առաջ 188 թվականին կնքվում է Ապամեայի հաշտության պայմանագիրը, որով Սելևկյան պետությունը հրաժարվում է Տավրոսի լեռներից դեպի արևմուտք գտնվող տարածքներից։ Դրանից օգտվելով Մերթվարկությունից առաջ 189 թվականին Մեծ հայքում Արտաշեսը և Ծոփքում Զարեհը իրենց անկախ թագավորներ են հռչակում։ Շուտով սկսում է հզորանալ Պարթևական պետությունը Աշակունյաց տոհմի ղեկավարությամբ։ Պարթևաց արքաներ Միհրդադ I-ը և իր որդի Հրահատ II-ը ազատագրում են Իրանի մեծ մասը, Միջագետքը։ Սելևկյան արքա Դեմետրիոս II Նիկատորը Մերթվարկությունից առաջ 139 թվականին Պարթևների դեմ ճակատամարտում գերի է ընկնում Միջագետքի տարածքում։ Կայսրությանը փրկելու վերջին փորձը կատարում է իր եղբայր
Անտիոքոս 7-րդ Սիդեթոսը, ով Մարաստանում Պարթևների դեմ ճակատամարտում սպանվում է։ Դրանից հետո Սելևկյան պետությունը սահմանափակվում է Ասորիքի և Կիլիկիայի տարածքներով։ Մինչև Անտիոքի ավագանու կողմից Տիգրան Մեծին հրավիրելը Անտիոք, Սելևկյան պետությունում ընթանում էին մշտական քաղաքացիական պատերազմներ Սելևկյան տոհմի տարբեր ներկայացուցիչների միջև։ Մերթվարկությունից առաջ 66 թվականին Արտաշատի հաշտության պայմանագրով Սելևկյան պետությունը դառնում է Հռոմեական հանրապետության ազդեցության գոտի։ Կա ժամանակ կառավարում է Անտիոքոս 13-րդը, որը շուտով սպանվում է։ Իր եղբայր Ֆիլիպ II-ը իրեն արքա է հռչակում և կառավարում կարճ ժամանակ Կիլիկիայում։ Մերթվարկությունից առաջ 64 թվականին հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոս Մագնուսը Ասորիքը և Կիլիկիան հռչակում է Հռոմեական հանրապետության նահանգներ։ Սելևկյան պետությունը դադարում է գոյություն ունենալ։ Սելևկյան պետությունը կարևոր դեր է խաղացել որպես հելլենիստական պետություն առաջավոր Ասիայի ժողովուրդների, այդ թվում հայերի կյանքում։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։